Դիմակավորված հատուկ ջոկատայինները երեկ երեկոյան Երևանի կենտրոնից ցուցադրաբար բերման են ենթարկել մի խումբ անձանց և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Քիչ ուշ պարզ դարձավ Ազգային ժողովի քաղաքացիական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապաներն են։ Բերման ենթարկվելու պահը ֆիքսել էին անցորդներն ու տեսանյութը տարածել համացանցում։ Արփինե Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը սեփական նախաձեռնությամբ հատուկ ջոկատայինների գործողություններին պաշտոնապես չի անդրադարձել։ Միայն լրագրողների հարցումներին ի պատասխան ներքին գործերի նախարարությունից առանց անձանց ինքնությունը բացահայտելու նշել են, որ բերման է ենթարկվել 4 անձ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Մարտի 12-ի առավոտյան ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ ձերբակալված 4 քաղաքացիներն ազատ են արձակվել։ Այդպես էլ հստակ չպատասխանելով ապօրինի զենք պահելու կասկածանքը հաստատվել է, թե ոչ։ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը հրանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված թիկնազորներին, պարկեցնել ասֆալտներին և ծիրատապել բոլորին։ Նիկոլ Փաշինյանն այս խիստ ցուցումը իրավապահ համակարգին տվել էր 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ օրերին բարձր վարկանիշ ունեցող վարչապետի համար անհանդուրժելի էր մայրաքաղաքի փողոցներում տեսնել մի քանի մեքենաներով և թիկնազորով շրջող արտոնյալների։ Երեկ հրապարակված տեսանյութում սակայն երևում է, որ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի անվտանգության աշխատակիցներն առնվազն 2 ավտոմեքենայով են։ Առավել խիստ դուք մոտեցում ցուցաբերեք։ Փաշինյանից այլ հարցերում ավելի խիստ վերաբերմունք ակնկալող Խաչատուր Սուքիասյանից իր անվտանգության աշխատակիցների խմբերով շրջելու և ենթադրյալ ապօրինի զենք պահելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նա Factor TV-ի զանգերն անպատասխան թողեց։ Ինչու Փաշինյանի թիմակիցը չի հետևում իր քաղաքական ղեկավարի կոչին, երբ այս հարցադրումներն ուղղեցինք նրա մամուլի խոսնակին։ Նա փոխանցեց, որ երեկ տեղի ունեցածը համարում են գործընթաց, որն իրականացվում է բոլորի հետ և որևէ խնդիր չեն տեսնում։ Չնայած Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը հաստատել է, որ երեկ երեկոյան բերման են ենթարկվել պատգամավորի անվտանգության աշխատակիցները և նշել, որ խնդիր չի տեսնում, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի ուզում հավատալ, ասում է, փաստեր չունի, որ իր թիմակցի հետ է կապված եղել երեկ տեղի ունեցածը։ Կապվեք ՆԳՆ-ի հետ, պարզաբանումները ստացեք, երբ որ կհաստատվի մեկնաբանություն ուզեք, սիրով կտամ։ Վահագն Ալեքսանյանը վստահաբար տեղյակ է, որ ՆԳՆ-ից անձնական տվյալներ չեն կարող տրամադրել։ Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով 2018 թվականից հետո արժեքային փոփոխություններ գրեթե չեն եղել։ Նախկին բարքերը ըստ նրա պահպանվում են։ Խաչատուր Սուքիասյանը լինելով մեծ կարողության տեր փոխարինեց նախկին պատգամավոր օլիգարխներին Ազգային ժողովում դրա վառ վկայություններ, հիմա մենք ըստ էության տեսնում ենք շարունակությունը այդ փոփոխություններ չլինելու հետևանքները։ Ինչու Փաշինյանի հայտարարությունները լիարժեք իրականություն չեն դառնում։ Նա դեռ 2018-ին էր հրահանգել, որ փողոցներում ավտոշարասյունով ախրանիկներ չլինեն։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետևյալ մեկնաբանությունն է տալիս։ Կարծում եմ, որ ցանկացած անօրինական բան պետք է արժանանա իրավապահ համակարգի հակազդեցությանը։ Ես այդպես եմ կարծում, ու իմ ընկալմամբ իրավապահ համակարգը այդ հակազդեցությունը ցույց է տալիս։ Գարեգին Միսկարյանը չի կիսում իշխանական պատգամավորի վստահությունը, թե իրավապահ համակարգը հարկ եղած դեպքում արագ կարձագանքի արատավոր երևույթներին, հավասարություն հաստատելով Հայաստանի բոլոր քաղաքացիների միջև։ Այն ինչ որ հիմա արվում է, դա հերթական, այսպես ասած, շոուն է, ցույց տալու համար, իբր որ իշխանություններն անաչառ են, իբր որ պայքարում են այդ անհավասարության կամ անարդարության դեմ, բայց իրականում նման դրսևորումներ պետքա չլինեին ի սկզբանե, հատկապես եթե խոսքը գնում է
իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչի մասին։ Հիշեցնենք, որ Փաշինյանի ասֆալտին փռելու եւ թիկնազորով շրջելու արգելքի մասին հայտարարություններից հետո մի քանի ամիս տարբեր օլիգարխների եւ քաղաքականացված գործարարների իրավապաները ցուցադրաբար պարկեցնում էին ասֆալտին եւ այդ տեսանյութերը տարածում։ Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, թե Հայաստանում էլ օլիգարխներ չկան եւ այդպիսով զինված թիկնազորով երթևեկող գործարարները դարձան ընդունելի։